Պարոն Սիմոնյան, ձեր ներկայացրածը, ձեր դիրքորոշումը, ձեր կուսակցության դիրքորոշումը լուրջ ռիսկեր է պարունակում անգամ ֆիզիկական մակարդակով։ Դուք այս առումով մտահոգություններ, մտավախություններ չունեք։ Իհարկե ունեմ։ Իսկ որ մի թափ մտայնության անձնավորությունը չի ունենա։ Բայց ես նույն մտահոգությունը ունեի ռազմի դաշտում, չէ՞։ Պատերազմի դաշտում որևէ մեկ ինձ խոստացել էր, որ ես հետ կվերադառնամ։ Իմ ապավինանքը հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդը ինձ պիտի պաշտպանի։ Հայ ժողովուրդը, որովհետև ես հայրենիքի մարտիկ եմ եւ ինձ պետք են զինակից ընկերներ, որպեսզի մեր արդարությունը կարողանանք տանել առաջ։ Ի վերջո մեր կրավորական վարքի եւ լռության պատճառով մենք կկորցնենք մեր երկիրը։ Մենք դա ենք ցանկանում։ Իսկ եթե այդ կրավորական վարքից հեռու ենք մնում եւ գնում ենք ձեր ասած ճանապարհով, դա խաղաղության բերելու է Ադրբեջանի հետ, թե դա նորից պատերազմի թեժ գործողությունների փուլ է տանելու մեզ։ Գիտեք, Ադրբեջանը հակված չի խաղաղության։ Ադրբեջանը փորձելու է սադրել, եթե տեսնի ռեալ վերականգնողական քայլեր հայ ժողովրդի կողմից, բայց այսօր հնարավորություն կա այդ սադրանքները մեղմացնել արտասահմանյան օտար պետությունների հավասարակշռության միջոցով։ Իսկ այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեր քաղաքական ուժի տեսիլով կվերականգնի իր պոտենցիալը եւ ներուժը, կտիրի իրական խաղաղություն, որտեղ որևէ մեկը խելքը հացի հետ չի կերել նման Հայաստանի դեմ պատերազմը սկսի։ Այն Հայաստանը, որը որ փաթաթում են մեր պարանոցին, դա է գայթակղիչ ռազմական գործողությունները վերսկսելու համար, որտեղ թույլ կքած անարժանապատիվ Հայաստանը այն տարածքներով, որ հիմա իրենից ներկայացնում է, պետք չէ լինի ըստ թուրքական եւ ռուսական եւ այլ մոտեցումների։ Պարոն Սիմոնյան, հիմա ավելի լայն թեմաների աշխարհաքաղաքական զարգացումներին անդրադառնալով ինչ կարող եք ասել, արդյոք աշխարհում չի դրվում մի սկզբունք, որ ուժերի մոտ թույլն է մեղավոր եւ հետեւաբար թույլը պետք է զիջի, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմում Թրամփի քաղաքականությունը, եթե մենք դիտարկում ենք, սա մտահոգություններ չի առաջացնում, այստեղ Եվրոպան ունի արդեն իր խնդիրները։ Սարցե դարաշրջանի ավարտից հետո 15000 տարվա վաղեմության պատմությունից հետո այդ ժամանակներից մինչև այսօր ոչինչ չի փոխվել։ Ուժն է ծնում իրավունք։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, այսօրվանից 1000 տարի հետո էլ ոչինչ չի փոխվի։ Ուժն է ծնելու իրավունք։ Չի փոխվել աշխարհում ոչինչ։ Աշխարհում կար կարճատև կոնսենսուս։ Ինչի շուրջ մարդու իրավունքների։ Ձևավորված իրողությունները հարգեց մարդու իրավունքները, ինչու, որտեղ հաղթեցին մարդու իրավունքները ոտնահարած ուժին, որ կրեո կապսուլաների եւ վառարանների մեջ այրում էին ֆիզիկական արատ ունեցող անձանց, հրյաներին, հայերին, սպանում էին իրենց հայրենիքում, ոչնչացնում էին ժողովուրդների, սևամորտների նկատմամբ մարդատիացություն եւ ռասայական վերաբերմունք ու մոտեցում, սլավոնների նկատմամբ։ Այդ ուժը պարտություն կրելուց հետո գերադրական աստիճանի հասցրեց դրան հակընդդեմ ընթացող սկզբունքներն ու գաղափարախոսությունները, մարդու իրավունքներ եւ համահավասարություն եւ ժողովրդավարություն։ Հետեւաբար երրորդ ռեյխին գլխովին ջախջախելուց հետո աշխարհը պետք է պաշտպաներ այդ իդեաները։ Բայց հիմա փոփոխ ոչ թե որ աշխարհը այնքան բարոյական էր, որ այդ իդեաները բարձրացեց, այդ իդեաները սկզբունք էին, որովհետեւ հաղթեցին հաղթվածին այն իդեաների կրողներին, որոնք որ դա են, նրանք հաղթեին։ Աշխարհը կլիներ այդպիսին։ Սևամորտները կլինեին ստրուկ, սլավոնները կլինեին ստրուկ, հրյաներն ու հայերն էլ չէին լինի։ Այո։ Հիմա նորից փոխվում է աշխարհը։ Հիմա աշխարհը հետ են գնում։ Չէ, հիմա աշխարհը չի փոխվում։ Առայժմ ընդդիման մարտություն է ընթանում, չգիտենք որ ուղղությունը կհաղթի։ Եթե բռնապետությունը հաղթեց, նոր կայսերական մոտեցումներով աշխարհի կառերեսվենք։ Փոքր պետությունները եւ միջին պետությունները կվերանան։ Դե հիմա միտումները այդպեսին չեն, երբ Պայքար է ընթանում։ Կարծում եք դեռ Պատերազմ է։ Պատերազմը անկանխատեսելի է։ Եթե աշխարհում հաղթեց ժողովրդավարական ճամբարը, ապա աշխարհում էլի վեհ արժեքները կբարձրանան։ Հիմա ուժային բալանսը խախտված է, եւ այդ ուժային բալանսի խախտված լինելու հանգամանքով ռազմական գործողություններ են ընթանում։ Բայց մենք տեսանք, որ մի քանի օբյեկտիվ եւ
ոչ օբյեկտիվ իրողություններով բռնապետությունները շատ մեծ հարված ստացան։ Օրինակ, Թուրքիայում արձանագրված երկրաշարժերը տնտեսական մեծ հարված հասցրեցին Թուրքիային, եւ Թուրքիան իր ավտորիտարիզմը եւ նեոկայսերականությունը չկարողացավ ծավալի այնպես ինչպես որ նա կցանկանար։ Չինաստանում տնտեսական գործընթացների ապոգեյը, գագաթը գուժում է այն հանգամանքը, որ տնտեսությունը միտված է անկում ապրելու։ Չինաստանը զսպեց իր աշխարհաքաղաքական մոտեցումները եւ դա երևում է Թայվանի եւ Սինգապուրի նկատմամբ իր դրսեւորումներին։ Նաեւ ամբողջ արևմուտքը իր արտադրողական պոտենցիալը տարավ ժողովրդավարական աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը հանդիսացող Հնդկաստան։ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ ցեղասպան պատերազմով իր կոնվենցիոնալ հնարավորությունների մեծ մասը պարպել է։ 1 միլիոն զոհ կոնվենցիոնալ բանակցությունի ջախջախված է, միլիոնից ավել վիրավոր մարդիկ, անդամալույց մարդիկ, անթիվ անհամար տեխնիկայի կորուստ, տեխնոլոգիաների քաղց, տնտեսության անկում, տնտեսության ճյուղեր կա Ռուսաստանի Դաշնությունում, որ հուրհավիտյան կորսված են Խորհրդային Միությունից հետո եկած եւ տարբեր տնտեսագետներ, այդ թվում նաեւ Ռուսաստանի պետական համալսարանների գիտնականներ գուժում են, որ 2025 թվականը վերջին անցումային շեմն է ռուսական տնտեսության դիմադրողականության, այնուհետև խորը ճգնաժամի եւ անկման մեջ են գնելու այդ ահռելի մեքենան, պետական մեքենան։ Բայց ունեն գրաված տարածքներ, պարոն Սիմոնյան։ Դա ոչինչ չի նշանակում։ Դա ոչինչ չի նշանակում։ Գիտեք, երբ որ Ադրբեջանը 90-ականներին պարտություն կրեց Քաշաթաղի եւ Քարվաճարի լեռներում, միջև ջրական քայլելով գնացին մերոնք։ Այն ահռելի տարածությունը, որը որ վերցրել էր Ադրբեջանը 20 թվականին, կորպուսների զորաշարժելով 20 կիլոմետր տարածք էր գրավել ընդամենը կրկին ջրականի շրջանում։ Բայց 11000 քառակուսի կիլոմետրը երբ զավթեց, օրերի ընթացքում, երբ որ մարդիկ լքեցին։ Օրերի ընթացքում ֆիզիկական ուժի գործադրմամբ փոփոխությունները ֆիզիկա աշխարհագրական տարածքների վրա չնչին են լինում, որից հետո ահռելի տարածքներ կարող են անցնել այն կողմին կամ այս կողմին ռազմավարական եւ մարտավարաօպերատիվ պարտություն արձանագրելուց հետո, երբ որ դա տեղի է ունենում ռեսուրսների սղության պայմաններում։ Դուք մոռացել եք, որ 2 տարի առաջ ամբողջ արևմտյան ափը Դնեպրի ազատագրվեց շատ արագ եւ Խարկովի շրջանը շատ արագ 2 օրվա ընթացքում ազատագրվեց, ինչա որ այդ ամբողջ պաշտպանական դոմինոյի մեջ փշրվածքներ տեղի ունեցան, ճաքեր եղան եւ ներխուժման հնարավորություն ուներ Ուկրաինայի պաշտպանական ուժերը։ Պատերազմում ոչինչ վերջնական իր տեսքը չունի, եթե մարտը պայքարը շարունակվում է։ Ոչ մեկ ոչինչ չի կորցրել, քանի դեռ կռիվը ընթանում է։ Իսկ հրադադարի հնարավորությունը ինչպես է գնահատում այս պահին։ Նվազագույն։ Որովհետև Ուկրաինան ռիսկերը շատ լավ հասկանում է, եթե կանգնեցվեց պատերազմը հիմա, ապա շնչառությունը հավաքելու տեղը բերելու հնարավորություն կտան Վլադիմիր Պուտինին։ Դրա համար ինչ էլ որ լինի ուկրաինացիները կմարտնչեն, գոնե 2025 թվականը հաստատ կմարտնչեն։ 26-ից արդեն պարզ կլինի, 26-ից արդեն կոնգրեսում, սենատում փոփոխություններ են ակնկալվում, Թրամփի նկատմամբ անհանդուրժողականությունը եւ դժգոհությունը ավելանում է, սոցիալական խնդիրներ կան, հարևանների հետ անհանդուրժողական վարքի պատճառով շուկայում սննդամթերքի որոշ տեսակների, օրինակ ձվի գնի թանկացումներ նկատվեցին Միացյալ Նահանգներում, դա դժգոհությունների մեջ մեծ ալիք է բարձրացել Միացյալ Նահանգներով մեկ։ Նրա խոսույթը, նրա հռետորաբանությունը, որ դիրքավորում է իրեն մոնարխի եւ կայսերի, դուր չի գալիս այն ժողովրդին, որը ազատագրվել է կայսրությունից։ Եկեք չմոռանանք ումից են ազատագրվել ամերիկացիները, բրիտանական կայսրությունից, որ էլ կայսր չունենան։ Եկել է մի ինչ-որ օլիգարխ, որ իրեն հռչակում է կայսր։ Այս մոտեցումները չի կարող անհետևանք լինել չի կարող հենց ամերիկացի քաղաքացիների շրջանում։ Կապրենք կտեսնենք, 1 տարին ահռելի ժամանակահատված է։ Նույնը Հայաստանի Հանրապետությունում, սիրելի քաղաքացիները, որ ասում են մենք հուսախաբված ենք, որ այլընտրանքներ տեսնեք, գիտեք ինչ, լիակատար հույսը պարպած մարդուց ավելի մեղք կարգավիճակում անհատականություն չկա։ Եվ այսպիսի հարց է առաջ գալիս, անգամ եթե բոլորը քեզ խաբել են եւ դու հուսահատվել ես, եթե շարունակես լինել հուսահատված, ով է ուժելու, եթե ոչ դու,
Եվ այստեղ տեղին է ասել Վինստոն Չերչիլի բառերը, որ եթե դու հայտնվել ես դժողքում, կանգ մի առ, շարունակիր քայլել։ Շարունակիր քայլել, մինչև դուրս կգաս դժողքից։ Եվ անպայման մենք ինչ որ մեկին պետք է հավատանք։ Հավատում եք Գուրգեն Սիմոնյանին, հավատացեք Գուրգեն Սիմոնյանին, չեք հավատում այլ մարդու հավատացեք, բայց մեկին պիտի հավատաք, որ կարողանաք այլընտրանք ձևավորել եւ դուրս գալ այս իրողությունից, որտեղ մեր ժողովուրդը չի համակերպվելու կքած իրողություններին։ Մեր ժողովուրդը պայքարում է եւ պայքարելու է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համար եւ իր իրավունքները պատշաճ պաշտպանելու ընդունակություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար։ Համախմբվել է պետք։ Պարոն Սիմոնյան, ամփոփենք եւ վերադառնանք մեր գերիների խնդրին։ Հիմա այդ խոշտանգումները, այսինքն թեմայի սրացումը, այս իրավիճակի սրումը, Բաքուն ինչ խնդիր է լուծում այդ գործողություններին գնալով, երբ որ ակնհայտորեն մենք տեսնում ենք խոշտանգված են դատավարությունները Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ քրեական հոդվածներով են դատում։ Ահաբեկչություն, սեպարատիզմ։ Վերջում ստացվել է, որ Հայաստանի Հանրապետությունն է ահաբեկիչ պետություն։ Վերջում ստացվելու է, որ Հայաստանի Հանրապետությունն է սանձազերծել Արցախյան պատերազմը։ Վերջում էլ կասեն, դե որ այդպես է, ուրեմն մեզ պետք է այսքան գումար տակ։ Մեր պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող գումար, որ սերունդներ աշխատենք, տակից դուրս չգանք։ Սա կոնցեպտուալ հարց է։ Նրանց դատելով վերջում դատելու են հայկական պետականությունը, որտեղ նրանց դատում են Ադրբեջանի օրենքով, իսկ Ադրբեջանի օրենքը արդարացի չի։ Նրանք պիտի կանգնեն դատարանի առաջ, բայց հայկական դատարանի առաջ։ Իսկ այս իրավիճակի ֆոնին երբ հնչում են կարծիքներ, որ բավարար եք այդ նոյեմբերի 9-րդ կետը, վերադարձեք այդ հարթակ։ Չկա նոյեմբերի 9։ Դա լուծում կարող է լինել։ Ինքնալուծարված փաստաթուղթ է։ Ինքնալուծարված։ Երկու կողմ առնվազն նոյեմբերի 9-ի ոչ մի կետ չի պահպանել։ Չի պահպանել, բայց պահանջում է 9-րդ կետի կատարում։ Դե ինչ ասեմ։ Գուցե սրացումը Նիկոլ Փաշինյանից են պահանջում։ Նիկոլ Փաշինյանն էլ թող պատասխանատվություն կրի, Հայաստան ինչ կապ ունի։ Կրակն ենք ընկել, որ հիմա վարչապետը ինքն է։ Դե փաստացի վարչապետին։ Կապ չունի։ Բայց Հայաստանի Հանրապետությունը հավերժի մասին է, վարչապետները կգան ու կանցնեն։ Հայաստանի Հանրապետությունը հավերժի մասին է եւ Հայաստանի Հանրապետությունում ընթացակարգեր գոյություն ունեն։ Միջև ազգային ժողովը չհաստատի Նիկոլ Փաշինյանի խոսացածը եւ սահմանադրական դատարանը չվավերացնի, պետությունը չի ստանձնելու այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանը ստանձնում է։ Դա իր անձնական խնդիրն է։ Իսկ մենք թույլ չենք տալու, որ պետությանը փաթաթեն այդպիսի խնդիրներ իրենց պատճառով։ Եվ անգամ գերիների կյանքի գնով։ Այո։ Անգամ գերիների կյանքի գնով Հայաստանի Հանրապետության ողնաշարը թույլ չենք տալու կոտրեն։